Ըստ թուրքական T24 հրատարակության Անկարան եւ Երևանը համաձայնության են եկել Վրաստանի տարածքով ուղիղ ցամաքային առևտուր սկսելու վերաբերյալ նախկինում երկրների միջև բեռնափոխադրումները կատարվում էին Վրաստանում միջնորդների միջոցով եւ դասակարգվում էին որպես վերարտահանում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիլողմանին։ Վարչապետը նշել է, որ Հայաստանի Հանրապետություն-Իրան հարաբերություններում առկա է աննախադեպ դինամիկա։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին, նախարարը շնորհավորել է Ալենին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել է հաջողություններ։ Պապիկյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետություն-ԱՄՆ համագործակցության կարեւորությունը։ Հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոն ՊՕԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը սոցցանցի իր էջում գրել է Վարդենյանց լեռնանցքի առանձին հատվածներում ձնածածկույթի բարձրությունը գերազանցում է 2 մետրը։ Այսպիսի ձնածածկույթը ոչ միայն գեղատեսիլ բնապատկեր է ստեղծում, այլև կարևոր է ջրային պաշարների ձևավորման համար։ Վրացական երկաթուղիները հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Վրաստանի միջև երկաթուղային կապի վերականգնման մասին խոսք չկա։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի փոխվարչապետը հայտարարել էր, որ աշխատանքներ են տարվում Կովկասում բոլոր վնասված երթուղիների ապաշրջափակման ուղղությամբ։ Ուկրաինացի սկելետոնիստ Վլադիսլավ Հերեսկևիչը, որ ակազրկվել է Օլիմպիական խաղերում, պատճառը ռուս-ուկրաինական պատերազմում զոհվածների նկարներով սաղավարտ գրելն է։